Շնորհակալություն պարոն Ավագյան։ Ուզում եմ խոսքը փոխանցել լրագրող Նարեկին Գալստյան թեմայի շուրջ իր դիրքորոշումը հայտնելու համար։ Շնորհակալություն շատ, բարև ձեզ։ Նախ շատ ուզում եմ ողջունել այսօրվա քննարկումը այն տրամաբանությունով, որ շարունակելով պարոն Ավագյանի խոսքը քաղաքասարակության հետ կապված, իսկապես շատ դժվար է այսօր գտնել հասարակական կազմակերպություններ կամ քաղաքասարակության ներկայացուցիչներ, որոնք այսպես ասեմ, չեն համալրում իշխանության 5-րդ շարասյունը։ Ցավոք սրտի 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո քաղաքասարակություն կոչվածը, որ մինչ այդ կարծես թե զբաղված էր կամ կոչված էր զբաղվելու մարդու իրավունքներով, ժողովրդավարության խնդիրներով, Հայաստանի բարեփոխումների ծրագրով, ու այս հարցով այսպես աննահանջ կռիվ էր տալիս այդ օրերի իշխանությունների հետ, 2018 թվականից հետո մեծ հաշվով վերացվեց օրվա քաղաքական, այսինքն բնականաբար որոշակի բացառություններով, այսպես ամբողջական չասեմ, բայց վերացվեց օրվա իշխանությունների քաղաքական այսպես կցորդին եւ այդ իշխանությունների գործողությունները հանրային դաշտում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում արդարացնողի այսպես ամոթալի դերակատարությունը ստանձնելով։ Իրավիճակը այնքան է ծանրացել այս առումով, որ այլևս այսինքն խոսքը ոչ միայն քաղաքական, այլև նաեւ իրավական process-ներին խառնվելուն է վերաբերվում ու այս վերջին աղմկահարույց կալանավորումները հենց ցավոք սրտի գալիս են այսպես կոչված քաղաքասարակությունից ու սա իսկապես ֆունդամենտալ խնդրեմ է եւ ավելին ասեմ, ես մտածում եմ, որ եթե մի օր իսկ ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, ապա հաջորդ իշխանությունները, որոնք որ կան, լրջագույն խնդրի են բախվելու, թե ինչպես պետք է հարաբերվել այդ այսպես կոչված քաղաքասարակության հետ։ Ենթադրում եմ այնուամենայնիվ Հայաստանում վաղ թե ուշ պետք է գործի այդ այսպես կոչված ինոագենտ հասկացությունը, որը Վրաստանում ներմուծվեց, որովհետև սրանով պետք է այնուամենայնիվ բացազատել հայաստանյան եւ Հայաստանից դուրս սպասարկող ուժերի տրամաբանությունը։ Սա քաղաքասարակության մասով որ իսկապես ցավալի վիճակում է գտնվում։ Երկրորդ հանգամանքը, որ կա, որի վրա կուզեմ ուշադրություն դարձնել, այդ քաղաքասարակության եւ այսօրվա իշխանությունների իրավական բեսպրիձելի նկատմամբ արևմտյան այսպես տեղ-տեղ աջակցություն եւ տեղ-տեղ հանդուրժելն է, որովհետև ցավոք սրտի այդ երկակի ստանդարտները նորություն չեն մեզ համար, ոչ պատմությունից, ոչ ժամանակակից աշխարհում տեղ ունեցող գործընթացներից, բայց սա այսօր Հայաստանում մենք հենց տեսնում ենք դրա վառ արտահայտված իրողությունները, որովհետև պարոն Զուրաբյանը թույլ չի տա ինձ ստել, մինչև 2018 թվականը Հայաստանում կար Եվրամիության դեսպան պարոն Սվիտալսկին, որ անգամ 2018 թվականի քաղաքական փոփոխությունների մասին ինչ-որ գիրք էր գրել, եթե չեմ սխալվում, ահա այդ մարդուն ես հիշում եմ հնարավոր բոլոր ընդդիմադիր հանրահավաքների, դատական նիստերի եւ մնացած տեղերում մասնակցելու ակտիվ ներգործության եւ այսպես ասենք իր տրամաբանությամբ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանման գործում իր մասնակցության առումով։ Հիմա օրինակ ես անձամբ չգիտեմ Եվրամիության դեսպանի անունը Հայաստանում ինչպես է։ Չգիտեմ, չեմ իմանում ով է ինքը։ Ամենայն հարգանքով իսկապես չեմ ճանաչում։ Բայց գիտեմ, որ Հայաստանում տեղի ունենում կալանավորումներ, Հայաստանում տեղի ունենում մարդու իրավունքների տոտալ խախտումներ, Հայաստանում օրինակ քահանաներին տանում են ոստիկանություն եւ 9 ժամ փաստաբանը չի կարողանում մուտք գործել, որպեսզի ունենա փաստաբանական իր գործառույթների կատարումը, հա, որը, չգիտեմ, պաշտպանված է բոլոր հնարավոր օրենքներով եւ բոլոր հնարավոր միջազգային նորմերով։ Բայց կարծես թե Եվրամիության դեսպանը եւ ընդհանրապես հավաքական արևմուտքի այսպես ներկայացուցիչները որևիցե արձագանք այս եւ բազմաթիվ հարցերում չեն ունենում։ Այսինքն մենք գտնվում ենք այսօր այդ երկակի ստանդարտների, ինչ որտեղ աշխարհակաղակական այս հակամարտության, գլոբալ հակամարտության արդյունքում Հայաստանում տեղի ունեցող մինի ճակատամարտի վկաներ, որտեղ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ մնացած այլ հասկացությունները կարծես թե կամաց-կամաց
լկտիորեն մի կողմ են թողնում, այսինքն հենց այդպես անգամ ձևել չեն փորձում այլևս այսպես շատ հստակ եւ առանց թաքցվելու է ամեն ինչ անում եւ սրան անշուշտ հաջորդելու է, շարունակվելու է այս ամեն ինչը, սա ավելի է խորանալու եւ Հայաստանի իշխանության ղեկավարը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում արդեն սրա անոնսը տվել է, որ Հայաստանի դեմ կա հիբրիդային, հայաստանյան ժողովրդավարության դեմ կա հիբրիդային պատերազմ եւ ողջավորված լինելով մոլդովական օրինակով, իսկ մենք բոլորս գիտենք թե ինչ տեղ ունեցավ Մոլդովայում, մոլդովական օրինակով ողջավորածնով մենք տեսնելու ենք սրա ավելի ու ավելի կատարյալ վատագույն դրսևորումները։ Ոստի կարծում եմ, որ թե լրատվամիջոցների, թե քաղաքասարակության, իրական քաղաքասարակության որոշակի փշրանքների, այսպես դեռևս մնացած փշրանքների, քաղաքական կուսակցությունների, ուղղակի մտահոգ ու ակտիվ քաղաքացիների գերխնդիրն է իսկապես պաշտպանել, հնարավորինս պաշտպանել այն քիչ մնացած արժեքները, որոնք որ այս պահին դեռևս գոնե ինչ որ շրջաններում տիրապետում են։ Սա իմ կարծիքով այս ամբողջ process-ը ուղղված է ոչ միայն հայաստանյան ժողովրդավարության դեմ, որտեղ հայաստանյան ժողովրդավարությունը ինքը դեռևս ինքնոր համոզմամբ կայացած երևույթ չի, ուղղված է մեր ժողովրդի ինքնության դեմ, ուղղված է մեր արժեքների դեմ, այն ամեն ինչի դեմ ինչին հավատացել են բազմաթիվ սերունդներ, ինչի համար այսպես պայքար է եղել։ Շնորհակալ եմ շատ տեսկանը։ Ես եմ շնորհակալ։ Խոսքը փոխանցում է Լևոն Շուկակյանին, որպեսզի ինքն իր դիրքորոշումը հայտնի թեմայի վերաբերյալ։ Շնորհակալ